Հռոմեացիս 11-ի 17-ից 21 եկեք դա էլ կարդանք։ Դա 5 գտականում էր, նոր գտականում Աստված ինչ մեզ ոնց է մեր մասին, արդեն սա խոսքը մեր մասին է։ Հռոմեացիս 11-ի 17-ից 21-ը։ Ամբողջ կոնտեքստը ես չեմ վերցրել, որ երկար չլինի, բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր եւ արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, այն ճյուղերի առաջ մի պարծենար, այսինքն են ընկած կամ կոտրված կամ հեռացված ճյուղերի առաջ մի պարծենա, իսկ եթե պարծենաս իմացիր, որ դու չես արմատը պահում, այլ արմատն է քեզ պահում, գիտենք, որ արմատը Հիսուս Քրիստոսն է, ամեն։ Արդ կասես, ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ, լավ, նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատքով հաստատվեցիր, մի մեծամտածիր, այլ վախեցիր, որովհետև եթե Աստված բուն, այսինքն տնական ճիշտ ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ համատում է, որ մենք մի ժամանակ, ոչ թե հիմա, մենք վայրի էինք։ Գոնե այստեղ համաձայն ենք։ Բայց հիմա դառանք տնային։ Դարձանք դուք ուղղակի եկեք բնության մեջ այդ ձև չի լինում։ Մենք ես գյուղում չեմ մեծացել, Հրազդանում միկրոյում եմ մեծացել, բայց մենք Հանքավանում հող ունեինք։ Այն վաղտ ախունդով էր, մի չգիտեմ, մի հատ ուրիշ անուն կունենա։ Թաքյարլու ախունդով այն վաղտ տենց էր։ Ադրբեջանցիներ էին ապրում։ Այդտեղ հող ունեինք, այն ճամբարների մոտ, հենց այդ հա։ Այդտեղ հող ունեինք, ուտեղ մենք ծառեր էինք տնկել։ Ու քանի որ դա Հանքավանն է, ասենք սարերը բան, խորհուրդ տվեցին, որ վերցնենք վայրի տանձի, անտառից վայրի տանձի ծառ տնկենք ու պատվաստենք ճիշտ տանձի սորտ կամ նույնը խնձորը։ Այսինքն այդ վայրի ծառը ինքը ավելի հարմարվում է այդ բնությանը, բայց տալիս է ճիշտ պտուղ։ Այսինքն ստեղ գրվածը լրիվ հակառակն է։ Այսինքն իրականում ով է գյուղատնտեսության մեջ եղել գիտի, որ իրականում հակառակն են անում, ոչ թե սենց են անում, այս ոչ թե դու վերցնում ես ճիշտ ծառը, ասենք խնձորի ճիշտ ծառ, ճիշտ սորտ, լավ սորտ, ըտրա վրա վայրի ճյուղ ես պատվաստում, որ լավ պտուղ տա։ Տես չեն անում։ Դու մտածել ես սրա մասին։ Այդ ձև չեն անում։ Բայց ստեղ Աստված ասում է, որովհետև ճյուղը, արմատը Հիսուսն է, նույնիսկ ձեզ որ վայրի եք պատվաստեցինք, դուք այդ հյութին հաղորդակից եղաք, այդ հյութը, այդ սերը, այդ փոխելու է ձեզ ու դուք ճիշտ պտուղ եք տալու։ Բայց իրականում սենց չեն անում։ Ու տենց չի բնությունը։ Վայրին չի դառնում կենդանի, չի լինում այդ ձև բան։ Վայրին մնում է վայրի։ Ինչքան էլ ուզում ես սովորեցրու, ինչքան էլ ուզում ես վայրին մնում է վայրի, բայց փառք Աստծու, իր արյունը այդ ուժը ունի, որ մեզ վայրից սարքելա տնային, որպեսզի մենք լինենք տան մարդ, իր տան մարդ, որը որ պիտանի է, որը որ ծառայող է, ամեն ժողովուրդ ջան, ու վայրից դառնալ տնային, սա միայն Աստծո գործն է, ուրիշ ձև չի լինի։ Հակոբոս, եկեք էդ էլ կարդանք, ինձ թվում է դուք պատկերացնում եք արդեն մենք ես ինչի մասին եմ ասում։ Հակոբոս 3-րդ գլուխ 2-ից 4 խոսքերը։ Որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է։ Կատարյալ բառը նոր կտականում մենք միշտ ընդհանրապես ճիշտ թարգմանությունը հասուն, այդ բառն է։ Կատարյալ բառը նոր կտականում որտեղ էլ կարդակ, համարյա որտեղ կարդակ։ Դա այդ իմաստը չի, որ կատարյալ, այդ մենք հայերենում որ հասկանում ենք։ Իմաստը հասուն, չափահաս։ Իմաստը սա է։
Այսինքն եթե մեկը իր խոսքով չի մեղանչում, նա արդեն հասունացել է։ Սա է իմաստը։ Իհարկե բացարձակ ձևով, որ մենք ընդհանրապես չենք մեղանչում, իհարկե դրա մասին չի խոսքը, որտեղ ստա գրում է, որ մենք ամեն մեկս էլ մեղանչում ենք։ Բայց ասում է, եթե մեկը խոսքով չի մեղանչում, ես միգուցե ասած եմ ստեղ, մի հատ էլ կրկնեմ, ես որ նոր ապաշխարել էի, մենք 3 ընկերով, ես 25 տարեկան էի, իմ ընկերներն էլ մի տարի փոքր, 24, 3 ընկերներով առանց ծնողների, երիտասարդներ հայտնվել էինք Բրյուսել քաղաքում։ Ամեն ինչ մեր դեմ կա, ինչ վայել ուզում ես կա, անհավատ տղեկ 3 իրար հետ մնալ, մեկը չկա, որ մեզ ասի, էսի չի կարելի, էսի կարելի է։ Մենք արդեն 3-ով իրար հետ մնալով մեր ամեն երկրորդ խոսակցությունը հայրություն էր։ Ու 3-ովս էլ ապաշխարեցինք, Աստծո հրաշք եղավ, 3-ս էլ ապաշխարեցինք։ Առաջի բանը, որ ես ուշադրություն դարձրեցի իմ կյանքի վրա, լեզուն էր։ Ես ընդունեցի որոշում, որ իմ խոսալու մեջ պիտի մի հատ գեշ խոսք չլինի։ Այստեղ կան մարդիկ, որ այդ ձևի որոշում են ընդունել։ Կան։ Գոնե մի երկու հոգի կան եկեղեցում, որ ոչ մի գեշ խոսք չելի իրանցից։ Մի օր ես մեր մոտ քարոզում էի, քույրերից մեկը քարոզելու ընթացքում ասի, որ նույնիսկ երեխուդ չի կարելի գեշ խոսք ասել, քույրերից մեկն ասում է, երեխուն էլ նկատի ունի Աստվածաշունչ, այսինքն երեխուն կարելի ասել դեբիլ, հիմար, տես բաներ, բայց հələ ավելի վատ բաներ։ Բայց ծնողները մտածում են, որ չի կարելի ուրիշին ասել, դա եղբորը քրոջը եկեղեցում, բայց աշխատանքի տեղը, տան մեջ իրար, այդ մասին չի ասել։ Իրականում ոչ միտեղ, ոչ մեկի հետ, ոչ մի անգամ, ոչ մի գեշ խոսք։ Կարելի ասես մի թեթև ձեռը բարձրացնել, ասել հիմա կարանք ձեռ բարձրացնենք, ասենք, որ դա չի եղել։ Ոչ թե մենք տենց ուզում ենք, բայց չի եղել։ Այսինքն ծնող որպես մեր երեխուն, օրինակ իմ աղջիկը 21 տարեկան է։ Ոչ թե իմ շնորհքն է դա, բայց ես իրան ոչ մի անգամ գեշ խոսք չեմ ասել։ Կարանք գոնե տենց ձեռներ բարձրանա։ Արդեն մի քիչ դժվար է, որովհետև մենք ուզում ենք, որ այդ ձև չլինի, բայց ուզել ուրիշ բան է, ապրելը մի քիչ ուրիշ բան է։ Այսինքն պիտի հետևենք, որ խոսքով չմեղանչենք։ Հələ չեմ խոսում սուտ խոսք չխոսալու, չեմ խոսում եւ հələ գեշ խոսքն եմ ասում։ Ու կարևոր չի, որ քեզ ինչ են ասում, կարևորը դու ինչ ես ասում։ Այսինքն, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա չափահաս է արդեն։ Նա չափահաս է։ Հավատքի մեջ նա չափահաս է արդեն։ Որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Տես։ Ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն։ Ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը եւս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են դեպի որ կողմը ղեկավարը կամ ով է ղեկին, ղեկավար, ճիշտ բառը հայերենում, կամենում է որ կողմը շրջել։ Ղեկը։ Հիմա գալիս ենք ճիշտ տեղը։ Քո ղեկը ում ձեռն է։ Մենք ճիշտ պատասխանը գիտենք, Հիսուսի ձեռն է։ Այդ ճիշտ պատասխանները մենք գիտենք։ Բայց իրականում ում ձեռն է, դա ուրիշ հարց է արդեն։ Մենք շատ հաճախ ուսուցանվում ենք, ճիշտը գիտենք, մենք նույնիսկ շատ ճիշտ կարանք պատասխանենք, բայց հոգևոր աճը դրանով չի։ Հոգևոր աճը ոչ գիտությամբ է, ասենք աստվածաբանականը մեկը ավարտել է, բակալավրա կամ նույնիսկ մաստերա։ Հոգևոր աճը եկեղեցում երկար տարիներ լինելը չի։ Հոգևոր աճը հավատացյալ ընտանիքում մեծանալը չի։ Դրանք լրիվ լավ բաներ են, բայց դա չի։ Հոգևոր աճը, երբ որ ղեկը Հիսուսի ձեռն է իրականում, ուտից սկսում է հոգևոր աճը։ Ամեն ժողովուրդ ջան։ Այսինքն, եթե դու իրոք տվել ես Աստծուն ու տալիս ես, հնարավոր է 10-20 տարի առաջ կամ 30 տարի առաջ ես ապաշխարել եմ ու ընծայել եմ ինձ Աստծուն։ Հնարավոր է, փառք Աստծո։ Այստեղ
Ես հավատում եմ, որ բոլորդ էլ այդ ձև եք արել, նույնիսկ։ Բայց եթե կարիք չլներ էլ թարմացնելու, մեր պաշտամունքի նպատակը ո՞րն է։ Գանք սիրուն երգեր երգենք, իրար հետ զրուցենք եթանք դու։ Մենք գալիս ենք երկրպագելու Տիրոջը։ Ամեն ժողով ջան։ Ինչ է երկրպագությունը։ Երկրպագությունը միշտ երգը չի։ Դա գիտենք դա։ Դու գիտեք դա։ Երկրպագությունը, երբ որ մենք ամեն օր ճշտում ենք, ես ով եմ, Աստված ով է, իմ կյանքը ես ուր եմ հանձնում, իմ ղեկը ում ձեռն է, ամեն անգամ, երբ որ գալիս ենք Աստծո ներկայություն, սա մենք երկրպագության մեջ ասում ենք։ Օրինակ, ես ասում եմ, Տեր, հենց այսօր, այս պահին ղեկը քեզ եմ տալիս։ Ես տվել եմ, բայց այսօր էլ ես դա ասում եմ։ Ես չեմ կարա սենց ասեմ, որ ես երկրպագել եմ Տիրոջը, ես ապաշխարել եմ, ես շատ լավ, բայց այսօր ինչ վիճակը, այսօր դու քո հոգսերի, քո առօրյայի մեջ ոնց ես վարվում, հիմնվում ես քո պրակտիկայի վրա, հիմնվում ես քո գիտելիքի վրա, թե ամեն դեպքում հանձնվում ես, ասում ես, Տեր, ղեկավարը դու ես։ Ես մտածում եմ, եթե մենք ղեկավար ենք մեզ, էլի գնալու ենք հայտնվենք այն ճահիճը, որտից որ Տերը մեզ հանել է։ Ով է իմ հետ համաձայն։ Ատից հենա հանեց էլի։ Եթե էլի ես պետք է ես ղեկավար եմ ինձ, էլի եթալ եմ մտեղ։